Ամռան այս շոքին, երբ միջանցիկ քամի ապահովելու համար բաց են ձեր բնակարանի դռներն ու պատուհանները, իսկ դուք հարևանների հետ սուրճ եք խմում կամ զբաղված եք տնային գործերով, կարող են լինել հանցամիտներ, որոնք կփորձեն օգտվել առիթից։ Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացու ահազանգ ստացվեց, որ Մանթաշյան 4 կոտորակ 3 շենքի իր բնակարանում գող է մտել։ Ահազանգը հաղորդվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց նշված հասցե։ Րոպեներ անց ոստիկանության աշխատակիցներն արդեն շենքի բակում էին։ Արձագանքն իսկապես օպերատիվ էր։ Ահազանգողի նշած անձը դեռ շենքում էր, որն անմիջապես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարզվեց նրա ինքնությունը, 1985 թվականին ծնված Գեգամ Անդրեասյանն էր։ Նա խոստովանեց, որ ինքն է մտել բնակարանն ու փորձել գողություն կատարել։ Անդրեասյանը պատմեց նաև, որ թիրախը միայն այդ բնակարանը չի եղել։ Նախկինում այսպես ասած այցելել էր այլ բնակարաններ ևս։ Մեխանիզմը միշտ նույնն էր։ Ժամանակ չէր վատնում կողպեքները չեզոքացնելու վրա։ Մտնում էր քաղաքացիների անուշադրության պատճառով բաց մնացած դռներով։ Թիրախ էին դարձել մայրաքաղաքի մի շարք բնակարաններ, որոնց մի մասը Անդրեասյանը չէր մտաբերում, բայց դա ժամանակի հարց է։ Ոստիկանությունը հորդորում է առավել ուշադիր լինել, փակ պահել մուտքի դռները, իսկ ցածր հարկերում ապրող բնակիչներին ուշադիր լինել նաև պատուհանները փակելիս։ Այլապես հնարավոր է ունենալ անկոչ հյուրեր։ Քննությունը շարունակվում է։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունիսի 26-ից 27 ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 5 եւ յուրացման կամ վատնման 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է նաեւ գողության 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 1 մարդ զոհվել է, 7-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիների պատշաճ եւ անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները։ Հունիսի 26-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ուղևորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց։ 2013 թվականի հունիսի 21-ից Հայաստանի Հանրապետության ոստիկանության 3w.police.am պաշտոնական կայքեջում գործում է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը։ Յուրաքանչյուր վարորդ մինչև սահմանված կարգով փոստային առաքմամբ որոշման ստացումը ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքեջի Ցանց հարցում բաժնում կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին։ Հիշեցնենք, որ նոր համակարգին զուգահեռ կայքում շարունակում է գործել տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ բաժինը, որտեղ վարորդներն իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ միայն որոշումը ստանալուց հետո, մուտքագրելով որոշման մեջ նշված անհատական ծածկագիրը՝ PIN կոդը։